Կապանում գրանցվել է ինֆեկցիոն հիվանդություն, որի մասին քչերն են տեղյակ։ Լայմ կամ տզային բորելիոզ, այսպես է կոչվում հիվանդությունը, որն ախտորոշվել է կապանցի 1-ից 8 տարեկան 4 երեխաների մոտ։ Կապանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Աիդա Բադալյանի խորհրդով նրանք դիմել են նոր ինֆեկցիոն հիվանդանոց, հաստատելու կամ ժխտելու տվյալ հիվանդության առկայությունը։ Այժմ 4-ն էլ համապատասխան բուժում են ստանում։ Իդեպ այս 4 երեխաներից բացի առաջին դեպքն արձանագրվել է 6 ամիս առաջ։ Առաջին դեպքը մեր մոտ եղավ մի 6 ամիս առաջ։ Երիտասարդ տղայի մոտ 32 տարեկան տղա էր, որը ջերմում էր։ Իրան որպես անհայտ ծագման տենդ, անհայտ ծագման ջերմություն, քանի որ պատճառը հնարավոր չէր բարձել այստեղ մեր ունեցած մեթոդներով, ես սիմպտոմատիկ բուժում արեցի ու ուղարկեցի Երևան։ Ինքը Երևանից եկավ բորելիոզ ախտորոշումով տզային բորելիոզ ախտորոշումով լայմի հիվանդությամբ, մտածեցի, որ երիտասարդ տղա է, ինքը շարժուն է, տեղաշարժվում է, սա բերովի դեպք է։ Մտքով չի անցել, որ սա մեր տարածաշրջանից է։ Ինքը չուներ այդ սպეციფიկ ցանը, ուղղակի ջերմում էր։ Հետո արդեն 2 ամիս առաջ դիմեց առաջին բալիկը, 6 տարեկան երեխա, որը ուներ մաշկի վրա սպეციფიկ օղակաձև ցան։ Նայեցի, փնտրեցի, տեսա ուղղակաձև այդ ցանը բնորոշ է լայմի հիվանդությանը։ Դեպքը զարմանալու էր, առաջին դեպքն էր, սկսեցի հետաքրքրվել, որտեղից կարող է լինի, իմացա, որ Հայաստանի Հանրապետությունում արդեն անում են դիագնոստիկում, որտեղ դա արյան բոլոր անալիզները կարող է ստալ, բայց եթե չմտածես դրա մասին եւ սպეციფიկ անալիզ չտաս, չասես հենց իմունոգլոբուլին էմոբորելիոզի համար չես հայտնաբերի։ Իմացա, որ անում են, վարկեցի, հաստատվեց իմունոգլոբուլին էմը տվեց դրական։ Նրանից հետո արդեն եւս 3 երեխաների մոտ կարողակաձևցան, դիմեցին, գնացին, 2-ի մոտ հաստատվեց, 1-ի մոտ արդյունքը տվեց կասկածելի։ Հայաստանում վերջին անգամ լայմ հիվանդության դեպք պաշտոնապես արձանագրվել է 2010 թվականին, ասում է Աիդա Բադալյանը։ Հայաստանի Հանրապետությունում նկարագրված է 6 դեպք պաշտոնապես, դա նկարագրել են 2010 թվականին։ Ու բժշկական համալսարանի նյարդաբանության ամբիոնի աշխատողներն են նկարագրել 6 դեպք։ 2010 թվականին նրանից հետո մեկ եզակի դեպքեր նկարագրվում են եւ հաղորդվում են, շտաբ հաղորդում է տալիս, որ եղել է դեպքեր։ Բայց հավանաբար դեպքերը շատ են, ուղղակի չի հայտնաբերվում, չի ախտորոշվում, ուշադրություն չի դարձվում եւ այսպես բաց են թողնվում։ Վարակվածության դեպքերը միջին ծանրության են բժշկի հսկողությամբ։ 4-ն էլ գտնվում են հսկողության տակ, 4-ն էլ ստանում են այս պահին պրոֆիլակտիկ անտիբիոտիկոթերապիա եւ դիսպանսեր հսկողությամբ վարվելու են իրենք, մինչեւ տեսնենք էլի դեպքեր կրնեն, թե չեն լինի։ Բոլորը անալիզ են տվել Երևանում, վերադարձել են, հսկվում են։ Հիվանդությունը ինքը միջին ծանրությամբ է, նրանց բոլորի մոտ հայտնաբերվել է վաղ փուլում, մաշկային փուլում, եւ դեռևս չկա տարածում։ Դրա համար էլ ստանում են պրոֆիլակտիկ իրենց անտիբիոտիկոթերապիան եւ սիմպտոմատիկ բուժումը եւ հսկվում են ժամանակ առ ժամանակ անալիզներ, հետազոտություններ։ Շատ հաճախ համենայնպես գրականության մեջ տվյալները այդպես են ասում, որ ժամանակին սկսված անտիբիոտիկոթերապիան վիրակուրսով կանխում է լայմի հիվանդության հետագա փուլերի առաջացումը եւ ավարտվում է առողջությամբ, ելքը լինում է առողջացում։ Լայմն առաջին անգամ արձանագրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1975 թվականին։ Վերջին տարիներին հիվանդությունը գրանցվում է նաև Արևմտյան Եվրոպայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Լեհաստանում, Իտալիայում եւ Չեխիայում։ Լայմի հիվանդությունը առաջին անգամ նկարագրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Լայմ քաղաքում 1975 թվականին։ Նկատել են, որ պատանեկան արթրիտով երեխաների մոտ կա նաև հայտնաբերվեց նաև այս հարուցիչը, բորելաները, հետագայում ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ գործ ունենք նոր հիվանդության հետ, տզային բորելիոզի հետ, որը քաղաքի անունով, այդպես էլ երկրորդ անունով կոչվեց լայմի հիվանդություն։
Հետո ամբողջ աշխարհում կատարված հետազոտությունները ցույց տվեցին, որ տզային բորելիոզը հասարակածից վեր գտնվող երկրների անտառային, կիսատափաստանային, կիսաանապատային տարածաշրջանին յուրահատուկ հիվանդություն է, որտեղ կան բարենպաստ պայմաններ տզերի համար եւ որտեղ որ կա նաեւ բնական օջախայնություն։ Այսինքն անհրաժեշտ է որ լինի եւ բնակլիմայական նպաստավոր պայմաններ, որ լինեն այդ միջատները, որոնք որ կփոխանցեն բնական պահոցից հարուցչին բորելաներին մարդու վրա եւ անհրաժեշտ է որոշակի վարակված օջախ։ Վարակված կենդանիները, այդ թվում կաթնասունները, թռչունները հանդես են գալիս որպես վարակի կենդանի պահոց։ Պահոց կարող են դառնալ եւ կրծողները եւ եղջերուներն են լինում, ընտանի եւ վայրի կենդանիներ, այդ թվում կաթնասունները, ոչխարները կարող են լինել, հավերի մոտ եւս անջատվել են բորելաներ։ Առանձնահատկություն է նաեւ այն, որ տզերը եւս կարող են բնական պահոց լինեն, հայտնաբերվել է, որ հիվանդ տիզը իր սերնդին եւս փոխանցում է բորելաները։ Եվ եթե բնական պայմաններում արդեն կա բավականին տարածվածություն պահոցում եւ տզերի մեջ, տզերը բավականաչափ հիվանդ են, սկսում են արձանագրվել դեպքեր նաեւ մարդկանց մոտ, ովքեր որ գնում են ակտիվ օգտվում են բնությունից եւ բնականաբար տիզը խայթելով հիվանդ կենդանուն այնուհետեւ առողջ մարդուն վարակը տարածում են։ Հիվանդության գաղտնի շրջանը 3-ից 32 օր է, առավել տարածված ախտանշաններն են ջերմությունը, օղակաձևերի թեման, հոդերի բորբոքումը։ Ինչպես բոլոր ինֆեկցիոն հիվանդությունները, այդպես էլ բորելիոզը ունի գաղտնի շրջան։ Գաղտնի շրջանի տևողությունը 3-ից 32 օր է։ Իսկ տզի առաջին ազդեցությունը սկսվում է 24-ից 36 ժամ հետո, այսինքն եթե անտառից վերադառնալով տուն կատարվեն որոշակի պրոֆիլակտիկ միջոցառումներ, կկանխարգելվի հիվանդության հետագա տարածում։ Այդ մասին մենք քիչ հետո կխոսենք։ 3-ից 32 օր հետո լինում է տեղային ռեակցիա, մաշկային ռեակցիա է լինում, սկզբից լինում է կարմրություն, խայթածի տեղում, հետագայում այդ կարմրության օղակը մեծանում է եւ առաջանում է այսպես կոչված թափառող էրիթեմա։ Լինում է եզրերում կարմիր եզրագիծ, կենտրոնում կարող է լինել գունատ կամ կարող է լինել գունատ կապտավուն երանգով, բայց շրջակա օղը շատ լավ երևում է։ Այդ էրիթեման կարող է պահպանվել 2-3 շաբաթ, երբեմն ամիս կարող է պահպանվել։ Այն քուր չի գալիս, չի անհանգստացնում կամ կարող է խայթածի տեղում թեթև անհանգստացնող երևույթներ լինեն, երբեմն դրա վրա ուշադրություն չեն դարձնում եւ հիվանդությունը արդեն կարող է անցնել հետագա փուլին, այստեղից անցնում է ավշի եւ արյան միջոցով ամբողջ օրգանիզմ եւ կարող է զարգանալ լայմ 2-ը եւ 3-ը, կարող է անցնել քրոնիկի։ Հիվանդության առաջին փուլում բորելիոզին բնորոշ են ջերմության կտրուկ բարձրացումն ու օղակաձև էրիթեմաների առաջացումը մարմնի բոլոր մասերի մաշկի վրա, երկրորդ փուլում կաթվածահարություններ։ Հիվանդությունը ինքը ախտահարում է տարբեր օրգան համակարգեր եւ մկանային համակարգը եւ կարող է ախտահարել նյարդային համակարգը, առաջանում են պարեզներ, առավել հաճախ դիմային ներվի պարեզն է բնորոշ, կարող են առաջանալ ընդհուպ նաեւ էնցեֆալիտներ, մենինգիտներ, արթրիտներ կարող են առաջանալ հոդային ձևի ժամանակ, սրտմկանում կարող են փոփոխությունները բերել սրտի ռիթմի փոփոխությունների եւ ինչքան որ արդեն հիվանդությունը խորացած է օրգանիզմում, այնքան բուժման կուրսը շատ ավելի երկարատև է լինում տևական եւ էֆեկտիվությունն էլ լինում է ոչ այնքան բարձր։ Բժշկուհին ասում է, որ հիվանդության 95%-ն ավարտվում է լավացումով։ Եթե վաղ փուլում, մաշկային փուլում կարելի է գնալ առողջացման, հիմնականում 95% դեպքերում լինում է առողջացում։ Իսկ եթե հիվանդությունը արդեն 6 ամիս եւ ավելի է եւ խորացած է, արդեն լինում են կայուն փոփոխություններ նյարդային համակարգի, հոդերի, սրտմկանի կողմից։ Եվ կարող է նույնիսկ տանել հաշմանդամության։ Այդա Բադալյանն ասաց նաեւ, թե ինչ պետք է անել, եթե տիզն արդեն կծել է։ Ինչ է պետք անել։ Առաջին հերթին անտառ գնալուց հարկավոր է հետևել որոշակի կանոնների։ Պետք է հագնվել փակ
արտահակուստ, կլինի բարակ, բամբակե, բայց փակ։ Բաց մասերը հնարավորինս թող քիչ լինեն։ Ամբողջ աշխարհում օգտագործում են միջատավանիչ միջոցներ, դրանք այրոզոլի տեսքով կարող են լինել կամ տարբեր քսուկների տեսքով։ Քսվում է մաշկի բաց մասերին կամ երեխաների դեպքում կարելի է ցանել հագուստի վրա, որոնք որ վանում են միջատներին եւ չեն թույլ տալիս, որպեսզի մոտենան։ Տուն վերադառնալուց հարկավոր է արտահակուստը հանել եւ լավ զննել մարմինը։ Եթե մարմնի վրա կա տզի դեպ, տիզը սովորաբար լինում է շատ փոքր, հետագայում 1-2 օր հետո երբ որ սկսում է ծծել արյունը, ինքը մեծանում է, բավականին խոշոր է դառնում։ Հարկավոր է հենց հայտնաբերելու ժամանակ սկզբնական փուլում ոչ թե քաշել հանել, այլ կան որոշակի մեթոդներ, լավ կարելի է ձեթոտել այդ հատվածը եւ պտտակաձև ժամացույցի սլաքին հակառակ պտտակաձև շարժում ինքը դուրս է գալիս, կարելի է դիմել բուժիմնարկ, որտեղ որ անվտանգ հեռացնեն եւ դիզը կտան հետազոտման, որպեսզի պարզեն վարակված է թե չէ։ Այնուհետև տեղը պետք է մշակվի անտիսեպտիկ նյութով, սովորական սպիրտով կարելի է մշակել եւ եթե եղել է խայթոց, պետք է 1 ամիս ուղղակի ուշադիր լինել։ Եթե այդ ընթացքում կհայտնաբերվի այդ սպეციფიկ ցանը, պետք է դիմել բժշկի եւ ստանալ կանխարգելիչ բուժօգնություն, սպეციფიկ հակաբակտերիալ բուժում պետք է ստանալ որոշակի ժամանակահատված 2 շաբաթ ոչ պակաս։ Հիվանդությունը ներկապահին ախտորոշել կապանում հնարավոր չէ, բայց բուժում իրականացվում է։ Սպეციფიկ ախտորոշում է պետք, դեռևս մենք չունենք սպეციფიկ հակամարմիններ որոշելու հնարավորություն, դա արվում է իմունոֆերմենտային եղանակով, բայց կարծում եմ, քանի որ տարածաշրջանում կա անհրաժեշտություն, ժամանակի ընթացքում մենք կունենանք այդ հնարավորությունը, որովհետև կա ապարատ, որը արվում է իմունոֆերմենտային անալիզ կամ մասնագետ, ընդհանրապես այստեղ նախաձեռնել եւ կատարել է պետք։ Հանրապետությունում էլ այդպես շատ չի արվում, շատ տեղերում չի արվում, 1-2 լաբորատորիայում է արվում, քանի որ հիվանդությունը հանրապետության համար այդպես շատ տարածված չի, դեռևս եզակի դեպքեր են նկարագրվում, բայց ժամանակի ընթացքում կարծում եմ կարևոր այն է, որ բոլորս արդեն մտածում ենք դրա մասին, գիտենք, որ կա հիվանդությունը, ազգաբնակչությունը արդեն կլինի տեղեկացված։ Տզային բորելիոզը բնորոշ է տարվա հենց այս ժամանակահատվածին, ինչպես նաև մի շարք այլ հիվանդություններ, որոնցով վարակվածության դեպքեր արդեն կան։ Այս պահին մեր տարածաշրջանում հիմնականում ունենք մի քանի ինֆեկցիաներ շրջանառող, կան դեռևս ջրծաղիկի դեպքեր, օրինակ անցած շաբաթ ունեցել ենք 6 ջրծաղիկի առաջնակի դեպք։ Կան էնտերովիրուսով պայմանավորված վարակներ, հիմնականում դա մանկական ինֆեկցիա երեխաների մոտ է լինում, արտահայտվում է սպეციფიկ ցանով, ափերում, նրբաններում եւ բերանի խոռոչում։ Ինքը թեթև ընթացող ինֆեկցիա է, ազգաբնակչությունը տեղեկացված է, բժիշկները լավ հսկում են, հաշվառում են եւ մենք հայտնում ենք տարածքային հակահամաճարակային կայան, որպեսզի այնտեղ հաշվառվեն եւ համապատասխան միջոցառումներ ձեռք առնեն։ Ունենք էնտերոկոլիտի դեպքեր, գրանցվել են դիզենտերիայի 2 դեպք եւ սուրշնչական վարակի եզակի դեպքեր կան։ Ներկայումս բաժանմունքում ստացիոնար բուժում են ստանում 4 հիվանդներ, որոնց վիճակը գնահատվում է բավարար։ Բնության գեղատեսիլ անկյուններից մեկում գործող լճակ հանգստյան գոտին առաջարկում է իր հարկի ներքո պաշտպանվել ամառային տապից։ Մեծ եւ փոքր լողավազաններ երեխաների ու նրանց ծնողների համար նավակով շրջագայություն։ Այստեղ հյուրերը նաեւ կարող են վայելել նարգիլե։ Լճակն առաջարկում է նարգիլեի ծխախոտի տարբեր տեսակներ, նաեւ գինու, կոնյակի եւ բնական խնձորի հիմքով նարգիլեներ։ Կարելի է նաեւ ճաշակել զանազան նախուտեստներ, աղցաններ, տաք կերակրատեսակներ, ապուժներ, սենդվիչներ ու ամպելիքներ։ Բաց եւ փակ ինքնավոճ ու յուրօրինակ տաղավարները հնարավորություն կտան այստեղ լինել ցանկացած եղանակի։ Այցելեք լճակ։ Այն գտնվում է Կապանի օդանավակայանի հարևանությամբ, իսկ նախնական պատվերների համար կարելի է զանգահարել 077 55 05 11 հեռախոսահամարով։
Էկոզբոսաշրջության յուրահատուկ ու նոր տեսակ Խուստուփի փեշերին։ Շիշկերտ գյուղից 1 կիլոմետր վերև գտնվող Խուստուփ վրանային ճամբարն իր հյուրընկալ դռներն է բացել էկոզբոսաշրջության սիրահարների համար։ Զբոսաշրջային հանգստավայրն ապահովված է ժամանակակից ու նորաձև վրաններով, տաք ու փափուկ քնապարկերով, լուսավորությամբ, խորովածի համար նախատեսված կրակարանով, սանհանգույցով ու շուրջօրյա հսկողությամբ։ Հանգստյան վայրն ունի խոհանոց, որտեղ այցելուները կարող են պատրաստել իրենց իսկ նախընտրած ուտեստները։ Մինչ այդ նրանք կարող են օգտվել սուրճի ու թեյի մշտական հյուրասիրությունից, երեկոյան վայելել Խուստուփյան խարույկի ջերմությունը։ Ուստի ձեր արկածային արշավների փաթեթները դարձրեք ավելի բազմազան ու գրավիչ, դրանում ընդգրկելով նաև Խուստուփի վրանային ճամբարը։